ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի ստատուսները որոշակի առումով ազդեցություն ունեցել են այդ հարցը բարձրացվել եւ ինչպիսին է եղել դատարանի արձագանքը այդ գրավորների վերաբերյալ Նիկոլյան Քաշի մի քանի գրառում արել էր ըստ էության եւ իրավաբանները եւ իրավապաշտպանները սա ազդեցություն այն ամենայն դիտարկել էին ընթացակարգությունների վերաբերյալ եւ նաեւ մեր ձևով եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ գործը ինչ պատճառաբանությամբ չի անջատվում նրան նկատմամբ հարուցված միսկինական գործողությունները պատճառաբանությունը հարցը փայլակի հարցի հետ կապ ես ասեմ Արթուր Պողոսյանը այդ հարցի մասին ասում էր ինչու չեք անջատում հատկապես որ դուք ասում եք ոչի արդեն ավարտված գործողություն է հանցանք ձևական հանցակացում ձևավորված է նա ասում է որ մենք օրենքի ուժով իրավունք չունենք մի վարություն եղած գործը միանձին վերաբերող անջատենք ուղարկենք դատարան ասել այսպես է ասում դատարանի ղեկավարը ներողություն իսկապես չկա քիչ հնարավորություն ես պատասխանեմ այդ հարցերին հա նախ Գործադիր իշխանության ղեկավարի Facebook-յան էջում արվող հայտարարությունները բնականաբար փաստաթղթավորված տեսքով մենք ներկայացրել ենք դատարանին, եթե չեմ սխալվում, նոր էական փաստարկի հիմքով Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափան միջոց ընտրված կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությանը կից։ Այնտեղ ուղղակի դատարանը այդ պահին հակակոռուպցիոնը չէր Երևանի քրեական դատարանի դատավոր Կարապետյանն էր ուղղակի գրել է որ քաղաքական ենթատեքստով այդ հարցերին ես չեմ անդրադառնում բայց մենք ամենևին քաղաքականի հետ կապված խնդիր չէր ուղղակի զուտ տարբերակված մոտեցման մասին էր խոսքը որ ուղղորդված նախաքննության Սամվել Կարապետյանի նկատմամբ տարբերակված մոտեցումներ ըստ էության հրապարակային Վարույթի հանրային մասնակիցներին ուղղորդելու, իրավապահներին ուղղորդելու մասին էր խոսքը։ Այս համատեքստում երևի այդքան ասեմ, բնականաբար բողոքարկել ենք դա վերաքննի, շուրջապետ դատարանում եւ այդ հարցին գրեթե ոչ ոք չի անդրադարձել։ Չէ, տեսեք, այստեղ որոշակի խնդիր առաջ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է հիմա կտեսնես, թե ես իմ ձևով ոնց կմիջամտեմ, ու ինքը բան չի արել, հա, ու Նիկոլ Փաշինյանը անձնապես որևիցե բան չի արել, իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն հարց չի առաջանում ինչու Նիկոլ Փաշինյանը իր խոստումը չի իրականացրել, եթե այդ մարդիկ գնահատում են, որ դա քաղաքական գրառում է եղել։ Մեր մոտ հարցերը առաջացնում են, մենք հարցերը բարձրացնում ենք, բայց ներպետական ակցիաներում դեռևս հաջողություն չունենք։ Ինչ վերաբերում է գանգատին, եվրոպական դատարան ներկայացված, կարծում եմ ընդեղել են զարմացել, որ հնարավոր է նման հրապարակային ուղղություն կոնկրետ վարույթով, կոնկրետ անձի նկատմամբ նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Մեր գործընկեր պարոն Ամստերդամն էլ էր զարմացած, մի քանի անգամ այդ հարցադրումները հնչում էր, որ իրոք կարող է Facebook-յան էջի հաստատավորված այդ բաները ներկայացնել, թարգմանել, բայց համոզվեց, որ իրականում այդպես է, նաև այս պահին Facebook-յան էջի եթե մտնես, նայես, բնականաբար այդ գրառումները կան։ Հարցի երկրորդ մասը անջատման հետ կապված, տեսեք, մենք միջնորդություն ենք ուղղել պարոն Պողոսյանին, քննչական կոմիտեի նախագահին, բարձրացրել ենք մի շարք հարցեր, ընդհանուր հրավիրելով նրա ուշադրությունը վարորդային ժամկետների պահպանման, քննիչի կողմից թույլ տրված դատավարական խախտումներին, այնտեղ առաջարկել ենք նույնիսկ 53 անդամից բաղկացած քննչական խումբ համալրել նոր անդամ է, որտեղ մեր բոլոր միջնորդությունները, որ պետք է գան 7 օրվա ընթացքում քննարկվեն, լուծվեն եւ մեզ տեղեկացվեն, դարձին 1 ամիս անց, այսինքն տրամաբանությունը, պատճառաբանությունը, որ միգուցե 53 քննիչներ բավարար չեն, դարձնենք օրինակ 80 կամ 90, որ հովանան գոնե պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները ժամանակին վարութային ժամկետների պահպանմամբ քննարկեն, լուծեն եւ ուղարկեն մեզ։ Նաեւ այդ հարցն է բարձրացվել, որ մեր տեսանկյունով կոչի դրվագին վարույթները միացվել են արհեստականորեն, ընդ որում դա ոչ թե միայն մեր կարծիքն է փաստաբանական թիմի, այլ նաեւ անուղղակիորեն արձանագրվել էր դատական ակտերով։ Խոսքը հիմնավոր կասկածի առկայությունը մերժած դատական ակտերի մասին է։ Եթե տվյալ դրվագով դատարանն էլ է փաստում, որ
սա Սամվել Կարապետյանի վերաբերելի չի։ Որքանով է նպատակահարմար այդ նույն վարույթները համատեղ քննելը, չէ, եւ նախաքննություն միջդատական վարույթը համատեղ այդ վարույթների շրջանակներում ավարտելը։ Ընդ որում, այս հարցերը, մի շարք հարցեր, որ քննչական կոմիտեի նախագահի մոտ բարձրացել են, անմիջականորեն նրա տիրույթում են, նրա լիազորությունների տիրույթում են։ Օրինակ այդ ժամկետների նկատմամբ հսկողություն, չէ, քննչական խումբ, նոր քննչական խումբ ձևավորել, վերակազմավորել։ Ուղարկվել է քննիչին, քննչական խմբի ղեկավարին, Սպարտակ Պողոսյանին, այս մարդն էլ կարճ մի քանի էջանոց որոշմամբ մերժել է, այնտեղ նաև ձևակերպում կա, որ իբրև թե վարույթի հանրային մասնակիցները քննիչը տվյալ դեպքում իրավասու չէ տրոհել մեղադրանքը եւ ուղարկել դատան, այսինքն տրամաբանությունը հետեւյալն է, թեև բազմաթիվ նախադեպեր կան, որ ապացուցվածության հետ կապված խնդիր կա, եթե մի դրվագով ապացուցված է, անջատում են, ուղարկում են դատարան, մնացած մասում նախաքննությունը շարունակվում է։ Այս դեպքում էլի եմ ասում, դատական ակտերով էլ է փաստել, որ միմյանց փոխկապակցված միացված վարույթները իրար են միացել արհեստականորեն։ Թեև քրեադատավարական հիմքը նշված է տվյալ միջնորդության, տվյալ որոշման մեջ, բայց բովանդակում փաստական օպերատիվ տվյալի հիման վրա վարույթ չեն նախաձեռնում եւ միմյանց վարույթներ չեն։ Այդ կերպ ասած, իրավական առումով նման հնարավորություն կա, փաստական առումով հիմքերը բազմաթիվ են, բայց այս պահին, քանի որ միջդատական վարույթում իրավասու մարմինները վարույթ իրականացնող անձինք դատախազը եւ քննիչն նման ցանկություն չունեն, ընդհանրապես սա։ Իսկ դա վիճակման ենթակա չի միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում։ Այսինքն ես եմ այդպես եմ որոշում։ Իդեպ գործընկերներ, քրեական դատավարության օրենսգիրքը հասանելի է նաև վստահ եմ շատերին, նաև տեղյակ եմ ինչ աստիճան մանրակրկիտ լրատվական նյութերում անդրադարձ է կատարվում օրենսգրքին, 10-րդ հոդվածը հենց վերաբերում է քրեական վարույթների անջատմանը եւ միացմանը։ Հիմա այս գործով ստացվում է կամ քննիչները գտնում են, որ այդ հոդվածը վերաբերում է միայն միացմանը, որտեվ այս գործով մի հատ միացման որոշում կայացրել են։ Այդ անջատում բառը կարող է ջնջվել այնտեղ, բայց ես ստուգել եմ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում բան չի փոխվել։ Գրած է վարույթների անջատում, միացում։ Միակ պայմանն էլ որն է, ասում է, որ լինի մեկից ավելի անձանց ներգրավվածություն։ Իհարկե մեկից ավել անձի ներգրավվածություն չկար Սամվել Կարապետյանի դեպքում հունիսի 18-ի դրությամբ, բայց քանի որ իրենք գիտեին դեռ հունիս ամսից, որ քաղաքական հետապնդման ֆեյսբուքյան գրառումների պայմաններում պետք է նախաքննությունը երկար պահեն, չեն կարող ոնց օրինակ այլ դեպքերով կոչերի 15 եւ 20 օրում գործերը ուղարկեն դատարան, դրա համար պետք է ավելացնեին տնտեսական բնույթի մեղադրանքներ։ Իդեպ գործընկերներից ոչ մեկ թույլ չի տա խաբել, հունիսի 17-ին, երբ հայտնի ֆեյսբուքյան գրառումները եղան, բոլորը գրում էին հեսա լինելու է տնտեսական բնույթի մեղադրանք։ Բայց երևի որոշ պաշտոնյաներ, հնարավոր է նաև ովքեր էլ համակարգում չեն պաշտոնավարում, գտան, որ եթե մի բան չկա, չի կարելի։ Բայց բոլոր դեպքերում եղավ այն, ինչ հիմա կա։ Ավելացրեցին այդ մեղադրանքները։ Հիմա մեկից ավելի անց կա, հետևաբար կարա լինի նաև անջատում։ Սա շատ պարզ ճշմարտություն է, իդեպ նույնիսկ ԵՊՀ-ի գիտնական իրավաբան պրոֆեսորներ գիտական հոդվածներ ունեն վարույթների անջատման եւ միացման մասին։ Հիմա թե ինչն է խնդիրը։ Պարզ ասեմ, օրենսդրությունը չի, քրեական դատավարությունը չի, պարզապես նպատակն է կոչերով չուղարկել դատարան, դռնբաց դատական նիստ չունենալ, չհայտնվել մեղմ ասած տհաճ վիճակում, էտա։ Դրա համար պետք է ամեն ձև գտնել ինչ փաստարկ հնարավոր է, որ ամեն ձև իբր նախաքննություն է կատարվում կրկին ելնելով նրանից, որ 2025 թվականի հունիսի 17-ին հստակ հրապարակավ Facebook-յան արդարադատության միջոցով տրվել են ցուցումները, հաշվեհարդարի, վրեժ խնդրության եւ այդ ամենը մեծ ցավով ենք ասում։ Սա մեզ համար ամենացավալին։ Իրավապահները անխտիր կատարում են։ Իդեպ գործընկերս պարոն Ֆերոյանը
մի քանի անգամ երբ նշում էր, որ մենք դռնբաց դատական նիստ ենք, չէ՞ ուզում։ Այսինքն մենք դռնբաց կալանքի միջնորդության քննություն ենք ուզում, մի հետաքրքիր հանգամանք հիշեցրեց։ Նախորդ նիստին, երբ մասնակցում էր մեր գործընկերը Ռոբերտ Ամստերդամ, դե իհարկե թարգմանչի հարց պետք է ապահովվեր։ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը, քննչական կոմիտեի դա չցանկացավ ապահովել։ Ստիպված մենք միջոց ձեռնարկեցինք եւ եկավ համապատասխան թարգմանիչ։ Քանի որ նիստը բավականին երկար տևեց հոկտեմբերի 14-ին մեկնարկած, այդ թարգմանիչը հնարավորություն չուներ հաջորդ օրը կրկին ներկա գտնվելու նիստին։ Այդ իսկ պատճառով եկավ երկրորդ թարգմանիչը, էլի մեր միջոցներով։ Այնուհետև այդ թարգմանիչը եւս այդ աստիճան ծանրաբեռնված միաժամանակյա սինխրոն թարգմանության իրականացման դժվարությունից ելնելով խնդրեց, որ իր մեկ այլ գործընկեր ներգրավի։ Եկավ երրորդ թարգմանիչը, որ պատկերացնեք, մենք խոսում ենք նախաքննական գաղտնիքի ամենասուր ռեժիմի մասին, չէ՞, քննիչները ասում են կարող է մի տվյալ հրապարակվի եւ սաղ նախաքննությունը փուլ գա, կարևորագույն այս խոչընդոտելու ռիսկերը եւ այլ։ Մենք դատական նիստի վերջում, երբ պարոն Ամստերդամը մի փոքր շուտ դուրս եկավ նիստից եւ գնացին նաեւ թարգմանիչները, մենք արձանագրեցինք նիստի ընթացքում, որ 3 թարգմանիչ առանց նախաքննական գաղտնիքի մասին նախազգուշացվելու ներկա են եղել դատական նիստին, լսել են քննչական կոմիտեի բոլոր կարևորագույն գաղտնի, հույժ գաղտնի փաստարկները եւ գնացել են։ Եվ այդ ժամանակ թե քննիչը, թե դատախազը արձանագրեցին, որ այդ մարդկանց ոչ մեկ ոչինչ չի նախազգուշացրել։ Բայց դեռ պնդում են, որ պետքա լինի նախաքննական գաղտնիություն։ Այսինքն նախաքննական գաղտնիությունը իրանց չէր հետաքրքրում։ Արդեն գոյություն չունի իրականում։ Դա հորինվածք է։ Այո։ Մենք պնդելու ենք, որ լինի դռնբաց։ Պնդելու ենք, միջնորդելու ենք վստահաբար։